Դե ինչ պտտվեցինք աշխարհի շուրջ, վերադարձանք եւ մեր տաղավարում է մեր այսօրվա արդեն երկրորդ հյուրերը։ Մեծ երգչախմբային համերգ Երևանում յուրահատուկ երեկո, որի ընթացքում մոտ 1 տասնյակ երգչախմբեր նույն բեմում կստեղծեն բազմազգ ու բազմաձայն երաժշտական տարածք։ Երեկոյի առանձնահատուկ իրադարձությունը նորվեգացի կոմպոզիտոր Ola Yellow Sunrise Mass ստեղծագործության կատարումն է, որը կներկայացվի բոլոր երգչախմբերի եւ նվագախմբերի միացյալ կազմով։ Մեր հյուրերն են Դիանա Այվազյան, Բարի երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, եւ Արուս Նազարյանը, ձայն երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Բարի Լուիս։ Եկեք փորձենք սկսել ամենասկզբից հասկանալ, թե ինչ առանձնահատկություն ունի այս համերգը, ինչու հենց այսպիսի գաղափար բոլորին միավորել եւ արդյոք սա առաջին անգամ է Հայաստանում։ Շատ լավ, շնորհակալություն հրավերի համար, շատ ողջավորված ենք այս ծրագրի մասին պատմելով, որտեվ ինքը այսպիսի երազանք է մեր դիրիժորների եւ խմբավարների կողմից, որպիսի տարբեր երգչախմբերը միախմբվեն, հավաքվեն եւ տարբեր ծրագրեր ներկայացնեն։ Եվ այս միտքը շատ վաղուց է ճիշտ ասած ծագել, որովհետեւ մենք ունենք շատ հրաշալի երգչախմբեր Հայաստանում, բայց ինչ հետաքրքիր է, այս բոլոր այդ երգչախմբերը միացնել իրար եւ համել ինքը ինչով է նաեւ յուրահատուկ, որ մենք ունենք հյուրեր նաեւ Վրաստանից, ոչ միայն Հայաստանից եւ ամենաառաջին բանը, որ բոլոր երգչախմբերը երգում են տարբեր ժանրերում եւ տարբեր ոճերում, մեկը երգում է ավելի ժամանակակից երգեր, մեկը երգում է ավելի դասական, մեկը երգում է ավելի հոգեվոր ռեպերտուար եւ այդ ամենը ուզում ենք միախմբենք եւ ցույց տանք մարդկանց, որ բոլոր երգերը աշխարհում հասանելի են երգչախմբի համար։ Մոտ 1 տասնյակ երգչախմբերի միավորումը։ Ինչքանով է բարդ կազմակերպչական եւ երաժշտական առումով։ Իրականում ինքը բավականին մեծ ծավալուն աշխատանք է այս ամենը կազմակերպել։ Առաջինը կազմակերպչական ինչն է դժվար, որպիսի բոլոր ստեղծագործությունները հերթականությունը ճիշտ լինի, որպիսի հանդիսատեսին հետաքրքիր լինի եւ քանի որ ամեն երգչախումբը տարբեր ոճերի մեջ է երգում, ամենադժվարը այդ միացնել իրար այդ ռեպերտուարը, բայց մենք բավականին հաճույք ենք ստանում, որովհետև բոլոր երգչախմբերի ղեկավարները, խմբավարները իրանք են ողջավորված, մենք բոլորս իրար օգնում ենք եւ մեծ հաճույք ենք ստանում հիմա փորձերից եւ այս կազմակերպչական ընթացքից։ Ինչպես եք պատրաստվում, ինչպես է ընտրվել երգացանկը, ինչպես են ընտրվել այն երգչախմբերը, ովքեր մասնակցում են։ Ահա, երգչախմբերի ընտրության մասով Դիանան կխոսի, թե ինչպես են առանձնացրել։ Ես կարող եմ մեր երգչախմբի անունից խոսել, երբ որ առաջարկ եղավ, ես միանգամից համաձայնվեցի, որովհետև շատ ողջունելի է Հայաստանում կազմակերպել համերգ, որտեղ տարբեր երգչախմբեր կարող են միասին նույն բեմում երգել։ Մենք, ես որպես ձայն երգչախմբի խմբավար, պատրաստվում եմ շատ մեծ լրջությամբ, պատրաստում ենք հայկական կոմպոզիտորների ստեղծագործություններ միայն, առանձնացնում ենք երկու մասի համերգային մեր հատվածը, հոգևոր գործեր եւ աշխարհիկ, բայց բոլորն էլ հայկական կոմպոզիտորներ՝ Էդգար Հովհաննիսյան, Կոմիտաս, Երվանդ Երկանյան։ Երբ խոսում ենք երգչախմբերից, որքանով է այսօր զարգացած այս երգչախմբային արվեստը Հայաստանում եւ որքանով է երիտասարդ սերունդը հետաքրքրված լինել երգչախմբի մի փոքրիկ մասնիկը։ Երբ որ ես փոքր էի, շատ ավելի քիչ էր երգչախմբում երգելու ցանկությունը հասարակության մեջ։ Կային հատուկենտ երգչախմբեր, որոնք որ բավականին լավ ռեպերտուար ունեին ու այնտեղ աշխատելու համար բավականին մեծ ջանք էր պետք գործադրել։ Սիրողական երգչախմբերը միշտ շատ ավելի սակավ են մեր երկրում, քան պրոֆեսիոնալները, բայց հիմա տենդենս կա հակառակը, քանի որ մարդիկ ունեն ցանկություն ավելի շատ երգելու երգչախմբում, ըստ այդ ցանկության առաջանում է նաև սիրողական երգչախմբեր շատ ու իրենց համար շատ լավ հարթակ է այս համերգը, որովհետեւ իրենք կարողանան ներկայանալ։ Իսկ ինչպես եւ ինչու ընտրվեց Ola Yellow-ի Sunrise Mass ստեղծագործությունը, ինչ գաղափար կամ ինչ էմոցիա, ինչ խոսք է փոխանցում դա։ Միտք։ Ինչ միտք, ինչ ցանկություն եւ նման այլ բառեր։ Իրականում ես շատ ցավում եմ, որ մենք այս կոմպոզիտորին շատ
ոնց ասեմ, շատ քիչ ենք կատարում Հայաստանում, շատ քիչ կատարումներ եմ լսել եւ այս մեսան ընդհանրապես չի կատարվել։ Ընտրությունը ճիշտ ասած, որ անկեղծ լինեմ, եղել է մյուս դիրիժորի մեր Վրաստանի Բաթումի երգչախմբի ղեկավարի ընտրությունը, որովհետեւ իրենք Վրաստանում արդեն կազմակերպել էին նմանատիպ փառատոններ եւ մենք այնտեղ երգել էինք նվագախմբով եւ բոլոր երգչախմբերով այս մեսան եւ որոշեցինք, որ ինչու Հայաստանում էլ չկատարել, որովհետև ստեղ էլ ընդհանրապես չի կատարվել երբեք այս մեսան եւ գիտեք ինքը ժամանակակից կոմպոզիտոր է, մենք իրեն ամենձև երբ որ ինչ որ հատվածներ ենք post-ում եւ գցում սոցիալական կայքերում, մենք իրեն նշում ենք եւ ինքը նույնիսկ արձագանքում է եւ մենք շատ ուրախ կլինենք, որ ինքն էլ այստեղ լիներ, բայց այդ արդեն մյուս նպատակն է, մյուս որ ավելի լայնանա այս պրոյեկտը։ Հուսով ենք, որ հաջորդ տարի եւս մեկ համերգ դնեք այս նույն իրադարձության հետ կապված, արդեն նա նույնպես ձեզ հետ միասին կլինի մեր տաղավարում, չէ՞։ Այ մենք հիմա վստահ ենք, որ շատերը մեզ դիտում են եւ հետաքրքրություն առաջացավ, թե ինչպես կարող է ներկա լինել համերգին։ Եկեք փորձենք մի փոքր նաեւ մեր հեռուստադիտողին ինֆորմացնել։ Այո, նախ կուզենայի ցույց տալ մեր պոստերը, ինքը տենց բավականին վառը գույներով է, որպեսզի տենց ուշադրություն գրավի, որ տարբեր երգչախմբեր են, Oops, More Choirs, եւ կարող են հանդիսատեսը կարող է տոմսեր ձեռք բերել սոցիալական կայքերում, տոմսարկում, տարբեր հարթակներում եւ նաեւ օֆիցիալ փոքր ֆիլհարմոնիի էջում կայքում, որտեղ համերգը կայանալու է ամսի 4-ին ժամի 6-ին Արնո Բաբաջանյան մեծ դահլիճում, փոքր ֆիլհարմոնիայում եւ մենք մեծ սիրով բոլորին հրավիրում ենք, ուզում ենք, որ բոլոր հանդիսատեսը այդ օրը լինի մեզ հետ, կիսի այդ էմոցիաները մեզ հետ եւ գուցե ինչ որ մեկը հանդիսատեսից նաեւ ուզենա ինքն էլ ինչ որ բան փոխի իր կյանքում եւ միանա երգչախմբերին, որովհետեւ մեր փառատոնին նաեւ մասնակցելու են սիրողական երգչախմբեր, իրանք բոլորը տարբեր պրոֆեսիոնալներ ունեն եւ աշխատանքից հետո գալիս են եւ երգում են եւ գուցե ինչ որ մեկը ոգևորվի եւ ուզենա երգչախմբում երգի։ Ինչպես շատ հետաքրքիր միտք եք տարածում, որովհետև մենք գիտենք սիրողական բարի խմբեր, չէ, երբ մարդիկ ուղակի երեկոյան գործից հետո գնում են իրենց էմոցիաները այսպես փոխելու համար, այ երգչախումբը եթե անգամ բարել չգիտես, կարող ես փորձել շարժվել, գտնել թեկուզ ռիթմից մի քիչ դուրս, բայց որոշակի գործողություններ անել եւ քո ներքին քաղցը կարծես թե հագեցնել։ Երգչախմբի բարակայում արդյոք հնարավոր է, եթե մարդը չունի այդքան տաղանդ, բայց փորձում է երգել։ Էլի հնարավոր է, միանշանակ։ Հատկապես ես հայերի հետ աշխատելիս միշտ ասում եմ, երբեք մի վախեցեք, մի ամաչեք երգելուց, որովհետև դուք դարեր շարունակ, հարյուրամյակներ շարունակ երգել եք եւ ձեր բոլոր գործողությունները արել եք երգելով, ու հիմա երգչախումբը էլի հնարավորություն է մարդկանց վերադառնալու, էմոցիաները արտահայտելու երգելու միջոցով։ Շատ հետաքրքիր է։ Իսկ երբ ասում ենք, որ կան այդպիսի խմբեր նաև մասնակիցներ, այսինքն ինչի նկատի ունենք, հա, որոշակի ստեղծագործություններ, որոնք միգուցե խմբային կարողանում են իրականացնել, նրանք նաև հնարավորություն ունեն ելույթ ունենալու եւ դառնալու այս մեծ գաղափարի մի փոքրիկ մասնիկը։ Իհարկե, ինչու ոչ, նամանվանդ որ երգչախմբում ամենակարևորը իրականում որ լինի այդ մեծ ցանկությունը եւ սերը։ Ես որպես մեծ սիրողական երգչախմբի ղեկավար, խմբավար կասեմ, որ երբ որ ես տեսնում եմ ինչքան են երեխեքը ուզում երգել, ինչքան են սիրում, ինչքան են մինչև գիշերը մենք կարող ենք փորձեր անել, իրանք երբեք չեն հոգնի, որովհետև իրանք իսկապես սիրում են դա։ Ես կարող եմ ասել, որ այդ աշխատանքի շնորհիվ կարող ես դու իսկապես ինչ որ լավ կետի հասնել։ Այո։ Շատ լավ, ձեզ մաղթում ենք հաջողություններ։ Շնորհակալություն, որ մեզ հյուր էիք այսօր եկել։ Հուսանք, որ ձեր երգչախմբային համերգը իսկապես հիանալի կանցնի եւ սա կդառնա ավանդույթ ամեն տարի այն իրականացնելու համար։ Շնորհակալություն։ Եվս մեկ անգամ առաջարկում հիշեցնել թե վայրը, թե ժամը, թե օրը։ Այո։ Ես կպայեմ, դուք ասեք։ Հուլիսի 4-ին 18:00-ին Բաբաջանյանի անվան համերգասրահում։ Ահա, ես արդեն անգիր հիշեցի։ Այո։
Մենք էլ սիրով կգանք, քանի որ դուք ասացիք, որ մեզ հրավիրում եք։ Այո, դա եթերից դուրս էր, բայց դա կապ չունի։ Դե հրավիրում են մարդիկ, ինչ Հրավիրում են, կապ ունի միանշանակ։ դուրս է։ Իսկ հիմա համաշխարհային դետեկտիվ ժանրի ամենահայտնի կին ստեղծագործողներից, գրողներից, կարճ ասած մարդ, ում ստեղծագործությունները տպվել են ավելի քան 2 միլիարդ թվականակով։ Բնականաբար խոսքը գնում է Ագաթա Կրիստիի մասին, դիտենք նրա մասին պատմող տեսանյութը։